մենք անցնենք արձանագրության վավերացման գործընթացին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ 07 հունիս 2026 թվական արձանագրություն ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է. Ընտրողի ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,503,990 Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 1126 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 1300 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը 410 Ընտրողների ընդհանուր թիվը 2,506,826 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1,476,769 կամ տոկոսային արտահայտությամբ 58,9%։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոցնձվող դրոշմանիչների ընդհանուր թիվը 2,605,100 Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 204,000 Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տված կտրոնների ընդհանուր թիվը 1,470,790 Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 2298 Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 1,473,088 Չօգտագործված համարակալված կտրոնի ընդհանուր թիվը 202,122 Չօգտագործված ինքնասոցնձվող դրոշմանիչների ընդհանուր թիվը 1,127,734 Անվավեր քվեաթերթիկների թիվը 16,210 Կուսակցության կուսակցների դաշինքների ստացված քվեները Ռեֆորմիստների կուսակցություն 1425 քվե կամ 0,0975 հազարյորդական Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 21,181 կամ 1,4497 հազարյորդական Ուժեղ Հայաստան դաշինք 340,006 կամ 23,2710 հազարյորդական Հայաստանի շնորհապետական կուսակցություն 30,642 քվե կամ 2,0972 հազարյորդական Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 25,551 կամ 1,7488 հազարյորդական Միասնության թևեր կուսակցություն 33,537 կամ 2,2954 հազարյորդական Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,287 կամ 3,9893 հազարյորդական Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 5,481 քվե կամ 0,3751 հազարյորդական Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն 1986 քվե կամ 0,1359 հազարյորդական տոկոս Հայ ազգային կոնգրես կուսակցություն 3143 քվե կամ 0,2151 հազարյորդական տոկոս Հանրապետություն կուսակցություն 15,808 քվե կամ 1,0819 հազարյորդական տոկոս Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 2671 քվե կամ 0,1828 հազարյորդական տոկոս Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 5269 քվե կամ 0,3606 հազարյորդական տոկոս Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն
25758 քվ կամ 1,7630,000 Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 726819 քվ կամ 49,7456,000 Հայաստան Դաշինք 144983 քվ կամ 9,9231,000 Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների Դաշինք կուսակցություն 6754 քվ կամ 0,4623,000 եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն 7439 քվ կամ 0,5091,000 Անչափի գումարային չափը 4331 Հարգելի գործընկերներ, ես հրապարակեցի արձանագրության տվյալները, արձանագրության նախագծի տվյալները, հարցեր կան նախագծի հետ կապված արձանագրության։ Չկան, այդ դեպքում ես ուղղակի հիշեցնեմ, որ արձանագրությունը վավերացնում ենք ստորագրությամբ առանց քննարկման, առանց քվեարկության։ Եվ այսպես անցնենք արձանագրության վավերացման։ Այս փուլում հարցեր չի կարող լինել, մենք արձանագրությունը, ես կրկնում եմ արձանագրությունը վավերացնում ենք ստորագրությամբ առանց քննարկման։ Երբ որ որոշման քննարկման փուլում կլինենք, դիմումատուներին հնարավորություն կտրվի իրենց տեսակետը արտահայտելու։ Եվ այսպես արձանագրության երկու օրինակները կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները իրենց ստորագրությունները վարդացրեցին, ես այստեղ ժամը ֆիքսենք 10:16 Վերացնենք կնքով Արձանագրության երկու օրինակները վավերացված են։ Այժմ
Մ,